Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են դիակի արտաքին զննություն։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով։ Վերջինս ձերբակալվել է։ Այսօր ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին։ Այս պահի դրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրներ դուրս են եկել տնից հետո հորն են հանդիպել և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Ես այս պահին այս տվյալ հանրայնացնել չեմ կարող, ասել է նախարարը, հավելելով, որ ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի ինքը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել։ Գյուղում խոսակցություններ են պտտվում, որ հայրը կասկածել է, որ ինքը չէ երեխայի կենսաբանական հայրը, ինչը կարող էր և հունից հանել նրան։ Սա այն վարկածներից է, որ նման ողբերգությունների ժամանակ գրեթե միշտ շրջանառվում է հատկապես փոքր համայնքներում, որտեղ լուրերը շատ արագ են տարածվում։ Ծափաթաղում էլ, ինչպես արդեն նշում են տեղացիները, սկսվել են տարբեր խոսակցություններ, ըստ դրանցից մեկի հայրն իբր կասկածել է, որ փոքրիկն իր կենսաբանական երեխան չէ և այդ կասկածը կարող էր լինել նրա վարքագծի ու հանցագործության դրդապատճառը, սակայն շատ կարևոր է հասկանալ երկու բան՝ սա պաշտոնապես հաստատված տեղեկություն չէ։ Այսպիսի խոսակցությունները հաճախ ծնվում են սթրեսից, շոկից, անհասկանալի ամեն բան տրամաբանելու մարդկային պահանջից։ Այնուամենայնիվ, եթե փորձենք դիտարկել այդ վարկածը որպես հոգեբանական և սոցիալական երևույթ, ոչ թե որպես արդեն ապացուցված փաստ, ապա կարող ենք հասկանալ, թե ինչ հոգեբանական մեխանիզմներ կարող են դեր խաղալ նման իրավիճակում։ Փոքր գյուղում տղամարդու անվստահելի ամուսին լինելու կամ իր երեխան չի լինելու լուրն ամենածանր հարվածներից մեկն է։ Միջավայրի կարծիքից կախվածություն, ընտանիքի նկատմամբ վերահսկողության զգացում, սեփական արժանինքների կասկածի տակ դրված լինելը։ Նման կասկածը կարող է մեծացնել անձի ներսում անհատական փլուզման վտանգը, եթե նա չունի էմոցիոնալ սահմանվածություն և առողջ հոգեբանական հենք։ Եթե հայրն իսկապես ունեցել է նման մտքեր, ապա դրանք կարող էին վերածվել շարունակական ագրեսիայի, պարանոիկ խոսքերի և կանխակալ պատկերացումների, կորցնելու վախի, նույնիսկ պատժելու մղման, եթե նա մտածել է, որ իրեն խաբել են։ Հոգեբանության այս վիճակը կոչում է ինքնության ճգնաժամի և սուր կասկածամտության համադրություն, որը վտանգավոր է, եթե բացակայում են վերահսկվող արտաքին մեխանիզմները։ Եթե ընտանիքում արդեն եղել են կոնֆլիկտներ, վեճեր, վստահության խնդիրներ, փոքր գյուղում մեկ խոսքը կարող է թափ հաղորդել ողջ իրավիճակին, հուզական հողը կարող է դառնալ պայթյունավտանգ։ Հաճախ այսպիսի դեպքերում մարդիկ ասում են՝ հանգիստ էր, նորմալ, խնդիրներ չկային, բայց իրականությունն այն է, որ փակ ընտանիքներում լարվածությունը շատ երկար կարող է կուտակվել առանց երևալու։ Ինչու գյուղերում նման լուրերն ավելի արագ են տարածվում։ Փոքր միջավայր է, բոլորը գիտեն մեկ-մեկու, տեղեկատվության պակասը լրացվում է ենթադրություններով, մարդիկ փորձում են հասկանալի դարձնել անհասկանալի դաժանությունը։ Տրամաբանություն կարիք կա, մարդկային ուղեղը չի հանդուրժում դատարկությունը։ Այս պահին հայտնի է միայն մեկ բան՝ հայրը տվել է նախնական ցուցմունք, նա խոսել է ներանձնային խնդիրների մասին։ Քննությունը դեռ ընթանում է և դատաբժշկական փորձաքննությունը վերջնական պատասխան կտա։ Տվյալ պահին ոչ մի հաստատված ապացույց չկա, որ պատճառը եղել է կասկածը։ Սա միայն շրջանառվող խոսակցություն է, բայց այն անհետ չի մնում, քանի որ մարդկանց համար բացատրություն գտնելը հոգեբանական ինքնապաշտպանական մեխանիզմ է։ Իսկ մյուս երեխաների հետ ինչ է լինելու։ Այն, որ պետությունն արդեն ներգրավել է, նշանակում է կատարվելու է սոցիալական գնահատում, կտրվի հոգեբանական աջակցություն, հնարավոր է որոշում կայացվի երեխաներին ժամանակավորապես ընտանիքից հեռացնելու մասին։ Այս դեպքից հետո պետությունը առաջնահերթություն պետք է դնի մնացած երեխաների անվտանգության և հոգեկան վիճակը։
Այս պատմությունը ցույց տվեց մեկ դաժան ճշմարտություն. ամենամեծ վտանգը երբեմն գալիս է ներսից, ոչ թե դրսից։ Եվ հիմա, մինչ քննիչներն աշխատում են փաստերի հետ, գյուղը փորձում է հասկանալ ինչպես հնարավոր եղավ նման սարսափը մի համայնքի ներսում, որտեղ բոլորը կարծես ճանաչում էին իրար։ Սա ցավալի հիշեցում է, որ ընտանիքում հոգեբանական բռնությունը, չխոսված խնդիրները, վաղ չնկատված ահազանգերը կարող են ավարտվել անդառնալի։